So, Excellencies, dear colleagues, dear friends, Մեծարգո հյուրեր, հարգելի գործընկերներ, հարգելի ընկերներ, բարի գալուստ Հայաստան եւ շնորհակալություն it is a big ձեր honor for us ներկայության համար։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել community. Եվրոպական քաղաքական համայնքի այս 8-րդ գագաթնաժողովը։ Very important. It plays Այս ձևաչափը շատ կարևոր է։ Այն establishing peace between առանցքային դեր ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ 2022-ին Եվրոպական քաղաքական համայնքի Պրահայում անցկացված առաջին գագաթնաժողովի շրջանակում քարակոմ հանդիպում կազմակերպվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ եւ այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ես իրավիճակը փոխող որոշում կայացրեցինք։ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հիմնվելով Ալմատիի 1991 թվականի հռչակագրի վրա։ Այդ փոխըմբռնման հիման վրա իրատեսական հնարավորություն ստեղծվեց խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդգծվեց ապակախաղաղության ճարտարապետությունը եւ հանգեցինք անցյալ տարվա օգոստոսի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովին։ Այնտեղ Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը եւ ես ընդունեցինք խաղաղության հռչակագիրը։ ԱՄՆ-ի նախագահը նույնպես այն ստորագրեց որպես վկա։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին համաձայնագիրը խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Եվ այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով, դա Տրամփի ուղին է հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության, որը կնպաստի խաղաղությանը, ապա արգելափակելով տարածաշրջանի երթուղիները եւ ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որ նեապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունությանը։ Հարգելի ընկերներ, այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով եւ սա ցանկանախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Եվ սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, իմիջիալոց Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին, հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Պատվարժան հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում եւ տեղի ունենում նաեւ հիմա պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ Բեռնշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում եւ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիայի Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահ, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետները այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ։ Սահեստական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։ Հարգելի ընկերներ, շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար եւս, հատկապես հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող եւ բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչև
Մերձավոր Արևելք։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների եւ խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության եւ կայունության համար նույնպես։ Եվ ես մեզ մաղթում եմ հաջողություն եւ հետեւողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին։ Ոչ որը պատահից չէ, որ Երևանում լինի, բայց հույս ունենք կլինի մոտ ապագայում։ Տիկնայք եւ պարոնայք, մեծարգո հյուրեր, հարգելի ընկերներ, այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված եւ մեզ մաղթում արգասաբեր, բովանդակալից եւ ապագային միտված քննարկումներ, շնորհակալություն։